Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Շեղվենք մի քիչ մեր քաղաքական առօրյայից, անցուդարձից, ներքին, արտաքին, խոսենք ավելի երկարաժամկետ ռազմավարությունների մասին, իսկ 21-րդ դարում ոչ մի ռազմավարություն չի կարող լինել կենսունակ, եթե այն հենված չէ գիտության վրա, որում գիտություն ասելով ոչ թե աբստրակցիայի մասին է խոսքը, այլ մի ոլորտ, որը սերտորեն ինտեգրված է թե կրթության հետ, թե տնտեսության և թե ընդհանրապես հասարակական տնտեսական ակտիվության հետ։ Այդ ամենը պետք է ծառայի հանրությանը։ 21-րդ դարը իր պատկերացումներն ու ստանդարտներն է թելադրում, թե ինչպես պետք է գիտությունը զարգանա, իսկ պետություններն էլ արդեն ըստ այդմ դիրքավորվում են, թե այս համաշխարհային գիտության մեջ իրենք որտեղ են գտնվում, հենց մեյնսթրիմում, թե ճանապարհից դուրս։ Համենայն դեպս Հայաստանում այս մասին խոսակցությունները դեռ շատ վաղուց են գալիս, որ մենք մեր գիտական ավանդույթները, մեր գիտության նկատմամբ մեր ակնածանքը, ավանդույթները եւ այլն, բայց ավելի շատ խոսում ենք, քան անում։ Վերջին տարիներին իհարկե իրավիճակը սկսեց փոքր-ինչ փոխվել։ Այսօր արդեն արձանագրվում է, որ գիտության վրա հատկացվում է մեր համախառն ներքին արտադրանքի 1%-ը։ Սա շատ է, թե քիչ։ Զարգացող տնտեսության, զարգացող գիտության կամ գիտահեն տնտեսություն ունենալու հավակնություններ ունեցող պետության համար։ Այս հարցով կառավարությունում ևս քննարկումներ են տեղի ունենում, կառավարությունն իր կողմից աշխատանքներ է տանում, որ ինքը կողմնորոշվի ինչ անի, ինչ չանի, բայց մյուս կողմից էլ նախաձեռնություններ են ներքևից, հենց գիտնականների կողմից, կամ գիտությունը արժևորող մարդկանց, առանձին անհատների կամ նրանց այսպես կոոպերացված օղակների կողմից։ Եվ դրանցից մեկն է գիտուժ նախաձեռնությունը եւ հենց կառավարությունում քննարկում տեղի ունեցավ, թե որ ուղղությամբ պետք է զարգանա եւ ինչպես պետք է զարգանա, որն են ստանդարտները այդ զարգացման մոտեցումները Հայաստանի գիտությունը։ Քննարկումը տեղի ունեցավ կառավարությունում եւ դրան մասնակցեց նաեւ մեր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահը եւ այլ պաշտոնյաներ, բնականաբար կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը։ Փորձենք հասկանալ ուր ենք հասել։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է Տիգրան Շահվերդյանը, ով գիտուժ նախաձեռնության անդամ է եւ Ռոբոմարտ ընկերության համահիմնադիր։ Բարև եք եկել, պարոն Շահվերդյան, շատ ուրախ եմ ձեզ նորից տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Դուք եւս մասնակցում եք այդ հանդիպմանը, բացի դրանից էլ ձեր նախաձեռնությունը նախաձեռնություն լինելով բազմաթիվ գաղափարներով է հանդես եկել, ընդ որում թե բաց, թե փակ ռեժիմներով, հա, որոշում ընդունող օղակների հետ շփումներում, ինչ է փոխվում այս ընթացքում եւ այդ հանդիպումը ինչ չոր մնացորդ թողեց եւ որքանով են ձեր պատկերացումները այս պահի դրությամբ, որ կարող ենք համարել շատ թե քիչ իրականացված, համեցեք։ Մի փոքր լրացում այս բանին ես նկատի ասցիք, որ մի տոկոս է հնայի, մենք ընդհակառակը հիմա առավելագույնս մենք նախատեսել ենք 0.4% հնայի,
դա նախանցած տարի էր, կներեք անցած տարի, իհարկե իրական ծախսը ավելի քիչ է տեղի ունենում, բայց մեր հենց ինդիկատորներից մեկը, ինչի մենք խնդիր ունենք, որը մենք նաև ներկայացնում էինք կառավարությանը, դա հենց այդ ցածր լինելն է, այսինքն մենք ստեղծման օրվանից մենք պահանջում ենք, որպեսզի 1%-ի հասնի հետազոտությունների եւ մշակումների ծախսերը, այստեղ մենագիտությունը չի, հա, կարևոր է նշել, դե մեր մոտ հաճախ մոռանում են, որ խնդիրը եւ գիտության եւ տեխնոլոգիաների համատեղ համակապված աշխատանքի մասին է, այսինքն եւ գիտնականների եւ ճարտարագետների, հա, թե մասնագիտությունների մասին խոսանք, ճարտարագետները գրեթե միշտ անընդհատ ոնց որ մարդկանց ստիպված են ուղղել, հա, որ ասում են դե մեր գիտնականները խնդիրներ ասում են եւ ճարտարագետները, այսինքն շատ կարևոր է, որովհետեւ տարբեր խնդիրներ իհարկե տարբեր պրոպորցիայով պետք է մասնակցեն, որտեղ կարող է մենակ մի մասնագիտություն է, բայց մոռանում են դա։ Հիմա եթե գանք հանդիպմանը, նախ ինչու էինք դիմել հանդիպման համար, որովհետև եկել էր մի իրավիճակ, երբ որ մենք խնդիր էինք տեսնում, հեսա կասեմ դրա մասին, հա, ու անհասկանալի է դրա պատասխանատուն ով է։ Կառավարության մեջ, հա, որ պաշտոնյայի հետ, որ կառույցի հետ մենք պետք է խոսենք այս հացով։ Որ դրան հետևում է այդ որոշումն ընդունել։ Դրա համար վերջիվերջո եկավ այն իրավիճակը, երբ որ մենք հասկացանք, որ այստեղ ինստիտուցիոնալ բաց կա եւ պետք է դիմել արդեն ոնց որ կառավարության ղեկավարին, որպեսզի մեզ պատասխանի այդ հայցեն, ում մոտ գնանք, հա։ Ինչի մասին է խոսքը։ Մենք ստեղծված օրրանից մեր առաքելությունը, եւս մենք համիշեցնեմ, հազորացնել Հայաստանը գիտության եւ տեխնոլոգիաների միջոցով, հա։ Այստեղ 3 տեսակի գործունեություն կա, հա, որ մտնում է այդ հետազոտություն եւ մշակումներ գործունեության մեջ, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում, հա։ Մեկը դա ակադեմիական գիտությունն է, որտեղ նոր գիտելիք է ստեղծվում, չափվում է տպագրություններով, մյուսը տնտեսական նպատակներով, այսինքն կոմերցիոն նպատակներով իրականացվող գիտական հետազոտություններ, տեխնոլոգիական մշակումներն են, որտեղ հետապնդվում է շահույթ, հա, եւ երրորդ տեսակը դա անվտանգային հետազոտությունների մշակումներն են, որտեղ հետապնդվում է հասանելիություն քրիտիկական տեխնոլոգիաներին եւ պրոդուկտներին, հա։ Հիմա մենք երբ որ փորձում ենք այս բլոկներում նայենք, թե Հայաստանում ինչ մեխանիզմներ կա այդ գիտական հետազոտությունների եւ մշակումների ֆինանսավորելու, մենք տեսնում ենք, որ կան որոշ բաներ, բայց բացեր կան, հա։ Հիմա այդ բացերի մասով, մասնավորապես, ասենք, հատկապես անվտանգայինում, հա, մենք ունենք բացեր, որովհետև մարդիկ անվտանգային լսելով հաճախ մենակ պաշտպանական կամ ռազմականն են հասկանում, որը քրիտիկական կարևոր բան է, բայց դրանից բացի կան նաև այլ անվտանգային խնդիրներ, դա բարենային անվտանգությունն է, հա, ջրային ռեսուրսներն են, էներգետիկն է, դեսեն բաներն ասում, ասենք առողջապահությունն էլ է խնդիր, որտեղ մենք ասում ենք օդի որակը նայենք կամ քաղցկեղի խնդիրները, հա։ Եվ դրա մասին կարծես թե մոռացված է, այսինքն երբ որ մենք գնում էինք տարբեր պաշտոնյաների մոտ, մենք գնում էինք, ասենք, անվտանգության խորհուրդ եւ հարցնում էինք ոնց որ բացատրեք ոնց է մեխանիզմը տեղի ունենում, որտեղ այս խնդիրների շուրջ լուծումները նաեւ գիտության եւ տեխնոլոգիաների միջոցով են, հա։ Ինչ մեխանիզմով է օրինակ խնդիրները վերածում ծրագրերի եւ ֆինանսավորում, որտեղ բյուջեի մեջ մենք դա չենք տեսնում, հա։ Հայաստանի Հանրապետության բյուջեում մենք երկու տող ենք տեսնում, գիտության եւ տեխնոլոգիաներին վերաբերվող, այսինքն հետազոտությունների եւ մշակումների վերաբերվող, որը մեկը ծախսվում է գիտության կոմիտեի, ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի միջոցով, որը գրեթե բացառապես ընկնում է ակադեմիական գիտություն հասկացության տակ, հա։ Այսինքն կան դե փոքր ծրագրեր, բայց եթե ֆինանսներ նայեք, ոնց է պետք է չափել, էլի, դա շատ փոքր տոկոս է։ Իսկ եւ երկրորդ տողը դա ռազմաարդյունաբերության կոմիտեի ԳՀՊԿ ծրագրերն են, որը ընկնում է անվտանգության տակ, բայց մի մասն է անվտանգության փակում, հա, այլ չենք խոսում, որ այնտեղ կան եւ փոքր բյուջե եւ թերակատարումներ, հա։ Տեխնիկա, ոնց որ այնտեղ process-ի հետ իրականացման այդ խնդիրներ կան։ Բայց մենք նայում ենք անվտանգային բլոկով ունենք բացեր, հա, օրինակ ասենք այնտեղ թվացած թեմաները, բայց ասենք նաև վերցնենք տեզերական մեր բանը, հա, ռազմավարությունը, որ մենք տեզերական ռազմավարություն պետք է ընդունեինք արդեն վաղուց, հա, արդեն 3, հա, 2020 թվականից, եթե ճիշտ եմ հիշում, օրենքը ընդունվել է տեզերական գործունեության մասին, կալի ազոր մարմին եւ ոնց որ անընդհատ ակնկալվում է, որ պետք է ռազմավարություն վերջապես ընդունվի, բայց մինչև այսօր չկա։ Հիմա ինքը մշակման փուլում է եւ ոնց որ դա ոնց որ այն բաներից է, որը ինչ որ ընթացք ունի, դեռ չի իրականացել, մենք դա չենք տեսնում, ֆինանսներ չեն հատկացվել, գործունեություն չի իրականացվում, հա, փաստացի այդ ֆինանսներով, բայց ընթացքի մեջ է։ Մենք մասնավորապես այնտեղ ներկայացնում ենք նաեւ թե ինչ կա, ինչ ընթացքի մեջ է, ինչ ընդհանրապես բարձի ոնց որ տեր չունի, հա, ասենց ասեմ։
Մենք այդ ոնց որ ամբողջ քարտեզը ցույց տվեցինք լանդշաֆտի եւ մասնավորապես ասացինք, որ ակնկալում ենք այն ինչ որ ընթացքի մեջ է, որ շուտապույտ ընդունվի, գործարկվի, հա, եւ նաեւ այս բացերի հարցով հարց տվեցինք, հիմա ում դիմենք, հա, եւ խոսակցությունը դրա շուրջ գնաց ավելի շատ, թե ով պետքա պատասխանատու լինի, այնտեղ մի քանի մոդելներ քննարկվեցին, հա, նաեւ աշխարհի փորձը հաշվի առնելով, մենք առաջարկեցինք տարբեր ձևաչափեր, որ դա տեղի ունենում, հա, եւ կային ոնց որ եւ դերական բացական կողմեր տարբեր ձևաչափերի շուրջ, մենք իհարկե կակնկալեինք, որ այդտեղ ոնց որ մեզ հստակ պատասխանվեր, թե ով է պատասխանատուն, դա ոնց որ ցանկալի արդյունք կլներ։ Իրականում դա տեղի չունեցավ, բայց կարելի ասել դրականներ այնքանով, որ գոնե խնդիր դրվեց եւ կոնկրետ պատասխանատու նշանակվեց կառավարության կողմից, հա, ով պետք է մշակի մի տեխնիկական առաջադրանք, հա, այսինքն հստակ խնդիրը ձևակերպենք, թե ինչն է մեր բացը, հա, եւ ինչի պատասխանատվությունն ենք ոնց որ ինչի պատասխանատվություն ենք ոնց որ հասկանանք որտեղ է եւ մոդելներ հետազոտություն կատարվի եւ մոդելներ առաջարկվեն եւ կառավարությունը մասնապես այդտեղ ոնց որ վարչապետը ասեց որ պատրաստ են այդպիսի հետազոտություն ֆինանսավորել որպեսզի մենք վերջապես հասկանանք թե որ ձևաչափն է մեր համար ճիշտ որ մենք մեր պետական կառավարման համակարգում իրան իրականացնենք եւ այդ բացերը փակվեն եւ վերջապես մենք իմանանք ում գնանք մեր հարցերով Փաստորեն դեռ քննարկումները ոնց հասկացա դեռ շարունակվեն մինչև կհանգեք վերջնական եզրակացության։ Այո, այնտեղ պայմանավորվել ենք, որ պետքա տեխնիկական առաջադրանքի շուտ կոնսենսուսի գանք մասնակիցներով, հա, եւ երբ որ արդեն հստակ կլինի բոլոր կողմերով, որ սա այն հարցն է, որի պատասխանը ուզում ենք գտնենք, հա, դա արդեն կգնա ոնց որ կառավարություն, որպեսզի հաստատվի, մենք ոնց որ մեր կողմից հետամուտ ենք լինելու այս process-ներին եւ կաշխատենք անպայման ոնց որ պատասխանատուի հետ, որպեսզի հասնենք եւ կօգնենք, հա, նաեւ մեր գիտելիքով, փորձով, հա, ինչքան ռեսուրսներով, ինչքան հնարավոր է, որպեսզի հասնենք այդ նպատակին, որ այս process-ը իր ավարտ ունենա։ Կարևոր ձեռքբերումներից մեկն է, որ վերջապես ոնց որ այդ Պաշտոնյաների մասնապես վարչապետի մակարդակով այս խնդիրը բարձրաձայնվեց եւ մենք տեսանք, որ կա անկալում բացի, էլի, այսինքն այնպես չէր, որ համաձայն չէին մեր հետ, հա, այսինքն քննարկումներ նույնիսկ ձևաչափերը, հա, այսինքն դա դրական է, որտեղ մինչև այսօր մենք ցավոք սրտի վերջին տարիներին, ես եթե միշել նախապատմությունից ասեմ, հա, Գիտուժը առաջին օրը երբ որ ստեղծվեց մի քանի նպատակներ էր դրել եւ սա այդ կարեւոր ինստիտուցիոնալ ոնց որ նպատակներից մեկն էր որպեսզի բոլոր այդ 3 տեսակները որ ասացի համապատասխան ֆինանսավորման մեխանիզմները, ռազմավարությունները լինեն, ընդհանուր փոխկապակցված ռազմավարությունների շրջանակ լինի, որ ասենք ակադեմիական գիտությունը վակուումում չֆինանսավորվի, հա, այսինքն կապված լինի մեր առաջնահերթությունների հետ, հա, որտեվ հիմա ասենք ես ոնց որ շեղվում եմ քիչ, բայց ռազմավարություն են դրել, հա, ԿԳՄՍ նախարարության կողմից քննարկման նախագիծ, որտեղ բոլոր հղումները միջազգային փաստաթղթերի վրա են։ Հայաստանի առաջնահերթությունների հետ կապված որևէ փաստաթուղթ, հա, տեխնոլոգիական առաջնահերթություններ չկա։ Դա ասենք խնդիր է, էլի, այսինքն դա դրա համար էլ ասենք մենք հետո տեսնում ենք դրա այդ երևույթի եւ անհանգստությունը այդ երևույթի հանդեպ արտացոլվում է մեր հաջորդ տարվա օրինակ բյուջեի նախագծում, որտեղ գիտության բյուջեն կրճատված է։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, հա, այս անկախ տարիների ընթացքում գիտության բյուջեն, եթե դա իրականացավ, նվազելու է։ Բացարձակ արժեքով նվազելու է, ոչ թե հարաբերական ասենք բյուջեն աճել է, հարաբերականն է նվազել, չէ, բացարձակ արժեքով նվազելու է։ Եվ ինչ են անունը դնում։ Ինչու։ Դե եթե մեր շփումներին նայենք, հա, տարբեր պաշտոնյան մասնավորապես ասենք, մենք այս տարի շփվել ենք նայենք ֆինանսների նախարարի հետ, հա, եւ մենք տեսնում էինք, որ անհանգստություն կա արդյունավետության տեսանկյունից։ Արդյունավետություն ոչ թե որ անորակյալ գիտական գործունեություն ենք անում, չէ, ոնց որ գիտական գործունեության որակյալությունը իսկապես բարձրացել է, եւ դա մեր հաջողություններից մեկն էր, որ մենք 21 թվականին կարողացանք հասնել, հա, գիտուժ նախաձեռնությունով, բայց խնդիրն նրանում է, որ արդյունավետություն ոչ թե գիտական արդյունքի տեսանկյունից, այլ դրա ազդեցությունը տնտեսության եւ անվտանգության վրա, այս մասում մենք խնդիր ունենք, որ այդ կապը հստակ չի։ Եվ ըստեղ խնդիրը նրանում չի, որ ակադեմիական գիտության մեր ֆինանսավորման մեխանիզմներում ոնց որ մարդիկ
լավ չեն աշխատում, ասենք նպատակները չեն կապում մեր խնդիրների հետ։ Խնդիրը նրանում է, որ այն երկու բլոկում, հա, տնտեսական R&D ծրագրերի, հա, հետազոտությունների մշակումների ծրագրերի եւ անվտանգային հետազոտությունների մշակումների ծրագրերի բլոկում մենք ունենք մեծ բացեր։ Մենք չունենք ռազմավարություններ այնտեղ, որոնց հիման վրա արդեն մեր ակադեմիական գիտության համար պատասխանատու մարմինը կարող է առաջնահերթություններ սահմանել։ Մեր խնդիրը այստեղ է եւ դա տեսնում է դա մեր ոնց որ հանդիպումից է, որ ասում էի ֆիննախի հետ հանդիպել էինք, տպավորություններ, որ դա պատճառներից մեկն է։ Ինչի դա կարա տեղի ունենալ, այն ժամանակ դեռ ոնց որ նախագիծ չկար բյուջեի, բայց հիմա ոնց որ կապելով այս երկու եկող տարվա բյուջեի նվազումը եւ մեր խոսակցությունը մենք տեսնում ենք, որ դա պատճառներից մեկն է հավանաբար։ Հիմա մենք այս բային ոնց որ չենք հանդես եկել, որ մեր գլխավոր պահանջով, որ պետք է անպայման բանը ավելացում ապահովել, ինչպես մենք անում էինք 21 թվականին, որտեղ 21 թվականին մեր նպատակը այլ էր։ Մենք նպատակ ենք դրել կանգնեցնել գիտության վերացումը Հայաստանում։ Եվ դա փաստացի մենք արեցինք, որովհետև մեր ներքին խոսակցությունների, մեր հանրային ոնց որ պահանջի շնորհիվ ավելացում տեղի ունեցավ եւ մոտ 2.5 անգամ ավելացում այս տարիներին տեղի ունեցել աշխատավարձերի բարձրացում, էլի 21 թվականին էլ էինք մենք հանդիպել ժամանակ վարչապետին ու էլի այս խնդիրները բարձրաձայնել եւ դրանք արդյունք էին ունեցել, հա, այսինքն այդ ավելացումներում։ Խնդիրը նրանում է, որ դրանից հետո այս մոտ արդեն 3 տարի է, 4 տարի է, դրան հաջորդող այն կարևորագույն քայլերը չեն իրականացվել փաստացի։ Ընդհակառակը մենք պայմանավորվածություններ ունեինք, ասենք, բանի մեր եղած գիտական համակարգի բարեփոխումն հետ կապված, որը չիրականացվեց, ձգձգվեց, վերջում վերջերս դա ինչ որ ձևով հանգուցալուծվեց այս նոր օրենքի ընդունումով, որտեղ մեր էլի համագործակցության շնորհիվ որոշ դրական փոփոխություններ տեղի ունեցան, չնայած նաև մի բան մենք այդպես էլ համաձայնության չեկանք, օրինակ ինստիտուտների դուրսբերումը, հա, ակադեմիայի կազմից, որը մեր կարծիքով բացարձակ չհիմնավորված որոշում էր, եւ պետք չէր այդ փոփոխությունները, բարեփոխումները կոնսոլիդացիան ինստիտուտների եւ այլ իրար միջև, հա, ոչ թե համալսարաններ, միավորներ, այսքան ձգձգել, դա հնարավոր էր ավելի շուտ անել, այսքան այս 3-4 տարիների այս դանդաղ ոնց որ ինչ որ մաշեցնող sense ոնց որ ասենք աշխատանքի հետո ոնց որ սա ինչ որ մի հետաքրքիր իրավիճակի է բերում, որ վերջապես գոնե ընդունում ենք ինչ խնդիրներ ունենք, որովհետև մինչև այս մենք ավելի շատ խոսում էինք ոչ առաջնային խնդրի մասին։ Մեր առաջնային խնդիրը նպատակայնությունն է, հա, այդ բոլորի։ Իսկ մեր նպատակներին ոնց են ծառայելու մեր հատկացումները բյուջեից, հա, որ հարկատուներից ենք, հա, հավաքում։ Մեր տնտեսական անվտանգային խնդիրները ոնց է լուծվել դրա միջոցով։ Հետո նոր ասենք մեր գիտական համակարգի եւ կրթական համակարգի համապատասխանեցումը դրան։ Հա, քանի այնտեղ նպատակները հստակեցված չեն, այն բուրըն գործունեությունը, որ իրականացվում է այդ համալսարաններ, ինստիտուտներ համալսարան միավորելու մեջ, մեզ տարօրինակ է թվում, առնվազն, հա։ Իսկ այդքան ռեսուրս եւ էներգիա դնել այդտեղ, երբ որ մենք ունենք հիմքում խնդիր, մեր համար անհասկանալի է։ Համար կարամ ասեմ, որ որոշ դրական փոփոխություն կա, որ գոնե ընդունել ենք, կոնկրետ պատասխանատու նշանակվել, կոնկրետ խնդիր է դրվել, ինչ անել, որպեսզի այս նպատակայնության վակուումից, հա, մեր օրակարգի տեսանկյունից, հա, մենք դուրս գանք։ Պարոն Շահբազյան, խոսելով այդ նպատակայնության մասին, նպատակ որոշելը գիտության զարգացման բնականաբար դա մի հոգու կամ մի խմբի որոշման հարց չի, հա։ Սա բազմաթիվ, այսպես թրենդեր պետք է ուսումնասիրվի, եղածը, այսպես ասենք, գույքագրվի, հնարավորությունները, հա, պարզ դառնա, 5 տարի հետո ինչ է լինելու, 10 տարի հետո ինչ է լինելու եւ ի վերջո մենք ինչ ենք ուզում։ Առանց այս ամենի այդ ամենը կարող է, հա, ասենք, վերածվել ինչ որ մարդկանց մի նախասիրությունների դրսևորման, օրինակ եմ ասում։ Ինչ եք կարծում, որքան է ձեր գնահատականով, հա, այդ ընդհանուր այդ ներքին շահագրգռվածությունը այս հարցերին լուծում տալու, որ այսպես ասենք են ձեռքով կառավարման ռեժիմից դուրս գա եւ ոնց որ ավտոպիլոտի ընկնի, ու արդեն գիտնականներն ու ճարտարագետներն զբաղվեն իրենց գործով, այլ ոչ թե ասենք քննարկումը լինի այն մասին, թե որ դուռը ծեծեն այս կոնկրետ հարցը լուծելու համար։
Եթե հարցը ճիշտ հասկացա, հա, եթե շեղվեմ, խնդրում եմ ուղեք, մենք մեր տարբեր շփումներ ցույց են տալիս, որ կա ինչ-որ ներքին տարբեր կարծիքներ, հա, որոնք խոչընդոտում են, որպեսզի մենք իսկապես արագ տեմպերով փակենք այս հարցերը եւ ոնց որ տարիներ չտևի, հա, ասենք մեր համար այս վերջի, ասեմ եմ, մեր առաջի ոնց որ հաջողություններից տևի որ գիտության ֆինանսավորումը ավելացավ, հա, ակադեմիական գիտության ֆինանսավորումը ավելացավ եւ որակի չափանիշներ սկսեցին դրվել, հա։ Այս տարիները փաստացի կարային շատ ավելի արդյունավետ լինեին, հա։ Հիմա մենք նոր ենք եկել հասել այդ վիճակին, որ ինչ որ ոնց որ խնդիրը գոնե ընդունել ենք, ինչ որ մակարդակի հիմա լուծում ենք փնտրում։ Բայց նաեւ ասենք եթե վերցնենք նայենք, ես նա այնտեղ խոսացի, որ ինստիտուցիոնալ բացից մի կողմ կա նաև որոշ բաներ, որ տեղի են ունենում, բայց դանդաղ են գնում։ Օրինակ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագիր, հա։ Վաղուց վանից պետք է լիներ, հիմա մշակման փուլում է, հույսով ենք առաջին երամսյակում կընդունվի, կհաստատվի, ֆինանսները կհատկացվեն, ոնց որ աշխատանք կսկսվի, հա, այսինքն այնտեղ նույնիսկ ինչ որ քննարկումներ ժամանակաժամեն տեղի ունեն նախարարությունում մեր համայնքի հետ, գիտուժի մասին չէ, տեխնոլոգիական ընդհանրապես, եւ բավականին ինչ որ փաստային ոնց որ խոսակցություն է գնում, հա, իհարկե ամեն ինչում չենք համաձայն, բայց առաջ է գնում Երևան, ասենք տեզիական ռազմավարությունը վերցնենք, հա, էլի քանի տարբերակ ա եղել, այնտեղ ինչ որ նախագծեր դրեն, նախագիծ կար, որ լրիվ աբսուրդ էր, հայ ասենք դա չէր կարելի համարել որևէ ռազմավարություն, հա, ասենք նախորդ տարբերակը որ հանրային դրվել էր, բայց ամեն դեպքում տարիներ են անցնում եւ զգում ես որ դա դրա պատճառներից մեկը մի կողմից ոչ համապատասխան պրոֆեսիոնալների ոնց որ ոնց ասեմ, այդ խնդրով զբաղեցնելն է, հա, հիմա մասնավորապես ասենք տեսնում ենք, որ հա իսկապես պրոֆեսիոնալներ են դրվել այդ խնդրի վրա, բայց մյուս կողմից եկա ինչ որ հակազդեցություն, հա, տենում ես, որ ինչ որ պաշտոնյաների կողմից, դե հիմա լսել ենք, ոչ թե անվանական, դե բազա, միշտ ֆինանսական բլոկն է լինում ամենատես, որը միշտ չի, դրա բացասական առումով չեմ ասում, հա, միշտ էլ իրանք ոնց որ ֆինանսական պատասխանատվություն։ Դե բնական է, իրանք էլ իրանք գործի բայց այստեղ պետք է հասկանալ, որ հատկապես այս խնդիրը, սա ոնց որ եթե վերցնենք օրինակ, էլի, օրինակ տեզիական կամ անվտանգային բլոկում ցանկացած ռազմավարություն, հա, որը իսկապես իր նպատակներն դնում է անվտանգության ամրապնդում, դրան պետք է վերաբերվել ինչպես ասենք պաշտպանական ծախսերին, էլ, օրինակ, նույն ձևի, հա, որտեղ պետք է չես խնայում, էլի, անհրաժեշտ է, առանձնակո բազային ոնց որ ինքնիշխանության ամենակարևոր բազային բուրգի մեջ, հա, ամենաբազային բանից մեկն է։ Այդ լոգիկայով է պետք մոտենալ, հա, այսինքն հա հարցեր լիքը կարելի է տալ ասել, ավելի արդյունավետ սարքեք կամ ես մի բանը, ես չգիտեմ, չի համոզիչ չի, որ սա ամրապնդում է մեր անվտանգությունն եւ այլն, բայց ամեն դեպքում դա ոնց որ այդտեղ պետք է աշխատանք ավելի շատ տարիներով ոնց անենք, որ այն ավելի արդյունավետ սարքենք, հա, այլ ոչ թե բան լինի, հա, որ դա ձգձգվի կամ նպատակ դրվի, որ դա հանգարց չընդունվի։ Հիմա ես մեր կարծիքով որ հաճախ ոնց որ խնդիրը նաև դրանում է լինում, որ եթե նույնիսկ լավ աշխատանք է տարվում ինչ որ մի մասի կողմից, հա, կառավարության դրան հակադրվող բաներ կան, որը դանդաղեցնում է այդ process-ը։ Բայց չնայած ասացի, տեղեր եկա, որտեղ ընդհանրապես չի արվում, այսինքն դա ասենց բանը խումբը, հա, տարբեր պատճառների, տարբեր թեմաների մեջ։ Եվ ամփոփելով, պարոն Շահվարդյան, ուղղակի դատելով, ասենք, միջազգային փորձից, մանավանդ երկրներում, որտեղ գիտությունը զարգացած է, գիտական աշխատանքի զգալի ծավալ իրականացվում է համալսարաններում։ Նաև, այո, կոմերցիոն կազմակերպություններում, հա, ընկերություններում եւ այլ, բիզնեսը դրա արդյունավետությունը հասկանալով, հա, դա ֆինանսավորում եւ դարձնում է իր համար եկամուտի աղբյուր։ Մեր մոտ ոնց որ գիտությունն առանձինը, կրթությունն առանձինը, դա էլ կապ չունի տնտեսության հետ, ասենք, sense համեմատության մեջ էլ իհարկե
Այդ ինտեգրման հետ կապված կա տենց նպատակադրում էլի։ Տեսեք, շատ լավ հարց եք բարձրացնում, որտեղ մենք մինչև այս խոսացինք նպատակի մակարդակից, հա, այսինքն մեր կարծիքով գլխավոր մեր խնդիրը այն նաև, որի ինդիկատոր դուք հիմա ներկայացնում եք, հա, որ կապված չեն իրար հետ, բան եւ այլն, դա մեր պատկերացում գալիս է նրանից, որ նպատակները հստակեցված չեն, հա, այսինքն եթե մենք չենք դնում նպատակ մեր գիտական եւ տեխնոլոգիական ոնց որ պետական ծախսերը ավելացնենք, նաեւ խթանենք մասնավոր ծախսերը այնպես, որ դրանք ավելի հզորացնեն մեր տնտեսությունը եւ անվտանգությունը, եւ դրա շուրջ համապատասխան քաղաքականություններ չենք մշակում, ռազմավարություններ չենք մշակում, այնպես չենք անում, որ ինչ որ բացեր լինեն ինստիտուցիոնալ, հա, դրանք չենք անում, այն արդեն կատարողների շերտը, հա, որտեղ դուք խոսում եք կատարողների մասին, հա, այսինքն այնտեղ կա կոպիտ ասած պատվիրատու, հա, հա, նպատակներ, պատվիրատու եւ կա կատարողներ։ Կատարողները իրար հետ ոնց ստացվի, ոնց չգիտեմ, ասենք խաղակարտերը գցես, մի ձև կընկնի էլի, հա։ Պատմականորեն ոնց ստացվել է ինչ որ պատճառով, տենց ինչ որ բաներ են։ Իներցիոն։ Այո, իներցիոն։ Հիմա այս հարցերը լուծելուց ես չեմ ասում պետք է սախսոնց իդեալական լուծել նոր հասնել սրան, իհարկե զուգահեռ process-ները օքեյ են, բայց պետք է այստեղ նպատակ դնենք այս խնդիրը լուծենք, որ սա սկսի իմաստավորվել, որ ասենք եթե գանք հիմա ինչ կատարողների տեսակներ կան, հա, երկու բառ, ասենք տեսեք, հիմա մենք անդադ խոսում ենք համալսարանների մասին, հա, բայց աշխարհում եւ, չգիտեմ, արևելյան երկրներում եւ արևմտյան, հա, ասենք մեզ հաճախ փորձում են համոզել, որ արևմտյանը տես չի, բայց ինչ որ օրինակներ մեծ, բոլոր օրինակները կան, այդպես է։ Համալսարանները դա պետական այդ հետազոտությունների մշակումներ կատարողներից մեկն են, մյուս տեսակն է դա գիտական ինստիտուտներն են։ Հա, այդպիսի երկիր չկա, որ իր բոլոր ինստիտուտները ոնց որ բան արեն, ոնց որ հույսը քաշել է դրանցից եւ հույսը դրել է համալսարանների վրա։ Դե ոչ, այդտեղ մի քանի պատճառներ կան, հա, այսինքն համալսարանական համակարգում սովորաբար ավելի շատ կենտրոնացած է ակադեմիական գիտությունը, որտեղ դա բաց է, հա, դա բաց ինֆորմացիայի մասին այդ ամեն ինչը տպագրվում է, հա, դա շատ լավ եւ շատ ճիշտ ձևով ինտեգրվում է կրթության հետ, հա, որովհետեւ հենց այդ աշխատանքի շուրջ էլ, ասենք, այդ ամենաբարձր մակարդակի կրթությունը, հա, դոկտորական ստանում են ուսանողները, նաեւ մագիստրոսականը որոշ չափով, հա, իսկն դա շատ լավ տեղ է, ասենք, ակադեմիական գիտության համար։ Տնտեսական մասով իհարկե տեղի ունենում, բայց այստեղ օրինակ կա որոշ նրբություններ, հա, այդ ազատությունը, այդ բացությունը համալսարանների մեջ հաճախ խոչընդոտ է տնտեսական նպատակներով առանց իրականացնելու համար, որտեղ այնտեղ գաղտնիքի խնդիր կա, հա, որ այդ ամեն ինչը հեշտ չտարածվի, դա չեմ ասում չի արվում, այո, արվում է, բայց հաճախ այդ վերադաս ոնց որ ծախսերը կարան վանեն, հա, մասնավոր սեկտորին, որ ամեն ինչ չի որ այնտեղ անի։ Բացի դրանից մի քիչ նպատակների բախում կա, վերջերս շփվում էինք, հա, մի գիտնականի հետ, որ ասենք գիտնականի նպատակը համալսարանում ավելի շատ իր պատասխանատվությունը իր ուսանողի համար է։ Ինքը ոնց անի, որ ուսանողը հաջողության հասնի, հա։ Եվ դա միշտ չի որ տենց լավ համընկնում է, ասենք մասնավոր սեկտորի ինչ որ ընկերության շահերի հետ, հա, որը եկել է ինչ որ գիտելիք եւ չգիտեմ տեխնոլոգիա ստանա, որը շահույթ կբերի, հա։ Դրա համար հաճախ ընկերություններ կամ իրենց ներսում են անում, հա, իրենք հատուկ դեպքերում են գնում համալսարաններին, ինչու բան պատվիրում, հա, իրենք իրենց ներսում են անում, ուրիշ մասնավոր ընկերությունների են պատվիրում, հա, որտեղ այդ խնդիրները չկան, հա, կամ էլ կարող են նույն, ասենք, այդ հատուկ ինստիտուտներում անեն, պետական թեկուզ, հա, գիտական ինստիտուտներ, որտեղ այդ ակադեմիական բացությունը այդքան չկա, այսինքն այնտեղ պարտավորված չեն, ասենք, տպագրել, պարտավորված չեն ուսանողներ կրթել եւ այլն։ Էլ չեմ խոսում անվտանգային խնդիրների մասին, բազաս տեղ խնդիրները ավելի են բարդանում, հա, համալսարանական բանման, այստեղ ոչ միայն գաղտնիության պահպանման խնդիրն է, այլ նաև հարցը առաջանում, ասենք, եթե դու աշխարհի ամենազոր երկրներից ես, ինչքանով դա կարող է բերի օրինակ ինչ որ խնդիրների, սահմանափակումների, ինչ որ որտեղ համալսարանները սիրում են, չէ, կոլաբորացիաներ անել աշխարհով գիտության, բայց եթե դու ասենք զբաղվում ես ինչ որ մի ասենք բան այդպես թեմայով, որը զգայուն է, կարող է դա չուզենան գործ անել, հա, կամ սանկցիաներ դնեն վրան, հա, որոշ աշխարհակաղակական բևեռներ, հա։ Դրա համար առանձնացնում են մեծ երկրները, բարձա իրենց դա չի հետաքրքրում սանկցիա կդնեն թե չէ, հա, բայց ասենք ոչ այդքան մեծ երկրների համար դա եւս կարևոր որոշիչ է։ Հիմա եթե մի պահ նայենք մասնավոր սեկտորին էլ հիմա հարց է առաջանում, հա, ասենք հիմա ինչ որ մասնավոր սեկտոր կա,
ինքը իր հետաքրքրությունների շրջանակը գիտի, ինչքանով կարողանում է գիտակցում է այդ գիտության եւ տեխնոլոգիայի կարեւորությունը ինչ որ պայմանագրեր կնքում է անում է վերջիվերջո իրենց նպատակը գիտություն ֆինանսավորել է, չի իրենց նպատակը շահույթն է, եթե կարողանում են գտնել տենց ասում են win-win, հա, իրավիճակ, անում են։ Հիմա այստեղ շատ կարևոր է պետության դերը, հա, հիմա այդ կարող է այդ եղած, ասենք տեխնոլոգիական սեկտոր վերցնենք Հայաստանում։ Կարող է դա չի լավագույն այն իրավիճակը, որը մենք կուզեինք լինենք, որտեղ աշխարհում ասենք կան ինչ-որ տեխնոլոգիական տրենդեր, որտեղ կարևոր է որ մենք էլ ներկայություն ապահովենք, որտեղ ասենք դա մենք տեսնում ենք ապագայում հնարավոր մեծ տնտեսական զարգացման ոնց որ բաներ են, աղբյուրներ են լինելու։ Դրա համար պետության կողմից պետք է որոշ քաղաքականություն, որը կարող է այդ որոշ ուղղություններ, որ մենք համարում ենք մի կողմից տրենդային, մյուս կողմից մենք ունենք նախապայմաններ դա զարգացնելու, հա, այդտեղ ինչ որ խթանիչ մեխանիզմներ սկսի, այսինքն ինտերվենցիա անի, հա, ոնց որ պետության կողմից եւ հույսը չդնի մասնավոր սեկտորի վրա, դա կլինի, չգիտեմ, ուղիղ դրամաշնորներով, ուղիղ ֆինանսավորմամբ, թե հարկային արտոնություններով, թե ոնց, բայց մեխանիզմներ են պետք, որպեսզի դա զարգացվի։ Հիմա ասենք ԲՏԱ ռազմավարական ծրագիրը ասում եմ, մենք ոնց որ դա հենց այդ կոնտեքստում ենք դիտարկում, հա, դա պետքա լինի այն գործիքը, որը պետքա պատասխանի, որ ուղղություններն ենք, ասենք, լավա մեր մոտ ավելի ենք ուժեղացնում, որ ուղղություններն է մեր մոտ թույլ է ուժեղացնում ենք, որը կարող է գոյություն չունի, բայց մենք ստեղծում ենք, որն էլ կա, բայց ոնց որ մեր համար այդքան առաջնահերթություն չի, ոնց կարում է թող շարունակի, հա։ Եվ պարոն Շահվարձյան, դարը փոխվում է, մտնում ենք արհեստական բանականության դարաշրջան, Հայաստանը Միացյալ Նահանգների հետ օգոստոսի 8-ին նաև իշարս այլ համաձայնությունների նաև կնքեց մի հուշագիր, որը վերաբերվում է բարձր տեխնոլոգիաներին, կիսահաղորդիչներին եւ արհեստական բանականությանը։ Եվ դա մասամբ արդեն սկսել է իրականանալ, Հայաստանում կառուցվում է մի մեծ այսպես կենտրոն արհեստական բանականության NVIDIA-ի հետ։ Հայաստանում կա պատկերացում ինչպիսին է լինելու Հայաստանը արհեստական բանականության դարաշրջանում, հա, մենք ինչ պետք է անենք, որպեսզի այդ դարաշրջանի այս տրանզիտի ընթացքում, ասպես ասենք, ավելի շահեկան դիրքեր դուրս գանք, քան կանք այսօր, հա, այսինքն այդ տեխնոլոգիական անցումը ի նպաստ մեր ուժեղացման օգտագործենք, հա, ինչ քայլեր են դրա համար անհրաժեշտ։ Նման խնդիր դրվում է, հա, ասենք, թե մենք ինչ պետք է անենք, որտեղ դիրքավորվենք, ինչից խուսափենք, հա, որովհետև դա իր բաներն է, նաև բացասական կողմերն է, հա, բերելու չմոռանանք են Անգլիայում, երբ առաջին հաստոցները սարքեցին, չեն չարտիստներն եկան, սկսեցին փայտերով ջարդել։ Ասեցին, սա փորձանք դարձավ։ Հիմա շատ մասնագիտություններ ուղղակի մեջտեղից դուրս են գալու, հիմա չգան չջարդեն, օրինակ եմ ասում, հա։ Եվ մի քանի հարցեր բացատրեցիք։ Նախ ասեմ, իմանալով, եթե ինչ-որ մեկը այլ բան գիտի, թող ինձ ուղի, բայց ես ինչքան գիտեմ, թե NVIDIA-ի հետ այդ Firebird-ի ոնց որ մասին է խոսքը, հա, դա այդ պայմանագրից առաջ է հայտարարվել եւ դրա հետ փաստացի ես կապ չեմ տեսնում, այսինքն դա չեմ կարծում, որ այդ պայմանավորվածների շրջանակում է եւ այդտեղ դա ոնց որ մասնավոր պրոյեկտ է։ Իհարկե մասնավոր։ Այո, այնտեղ քանի որ այդ տեխնոլոգիաները որոշ սահմանափակումների տակ են, պետք է ստանաս որոշ բան, բայց այդ ոնց հասկացա այդ այսպես ասած օքեյը մինչև այդ էին ստացել, հա, այսինքն այդ պայմանագրերի հետ այդպեսի ուղիղ կապ չուներ։ Այլ առումով ես օրինակ այդ պայմանագրերի մասին հա գիտեմ, որ հայտարարվել է, բայց օրինակ որևէ գործնական ինչ որ բան, որ ուղիղ բխում այդ պայմանագրերը, ես մինչև այսօր տեղյակ չեմ, հա, եթե համապատասխան պաշտոնյաներ, ովքեր դրա համար պատասխանատու են, ոնց որ ունեն որոշ փաստեր, ոնց որ ուրախ կլինեմ լսեմ, հա, իմանամ, որպեսզի ինչ որ բաներ կասկածի տակ չդնեմ, բայց իմ կարծիքով մենք այդ պայմանագրերը չեն, որ մեզ տենց թույլ են տալիս ինչ որ բանը։ Մենք առանց դրա էլ կարող էինք շատ լիքը բան անել, որը չենք անում,
Հիմա անհանգստություն առաջացնում, որ այս պայմանագրերը կարող ավելի մեծ հնարավորություններ են տալիս ու ինչ ենք, եթե առանց դրա ոչ լավ չէինք անում, մեր հնարավորություն չէինք օգտագործում, հիմա ինչ ենք օգտագործելու, հա, այսինքն այս բանը ես կոնկրետ չեմ տեսնում դա ոնց է իրագործվում։ Գուցե ինչ որ բաների հասանելիություն տակից, որի մասին չեն խոսում կա, բայց ոնց որ այդպես ուղիղ դա դեռ չի երևում։ Բանի մասին ասացիք, որ հա ինչ որ բաներ, հա, ինչպես մենք պետքա դիրքավորվենք, հա, արհեստական բանականության։ Դե դա ես համոզված եմ, որ լինելու է այդ ռազմավարական ծրագրի, որ էլ եմ կրկնում, հույսով ենք մենք շուտապույտ կընդունվի, հա, բարձր տեխնոլոգիական դրա ինչ որ կարևորագույն կոմպոնենտներից մեկը հաշվի առնելով այն քննարկումները, որ արդեն եղել են, հա, այդ իրականացնողները, ովքեր որ մշակում են, հա, այդ ռազմավարությունը եւ մեր տեխնոլոգիական համայնքի միջև երևում էր, որ այն դասակարգումները, որ իրանք դնում են, այդտեղ հատուկ տեղ երևում էր, հա, արհեստական բանականության եւ դրա այդ կիրառությունները տարբեր բնակավարներում եւ դե ոնց որ մեր ակնկալիքն է, որ դա կարտացոլվի, էլի, այսինքն բայց փաստահեն, այսինքն թվերի վրա եւ այլն, հա, որ դա չլինի ինչ որ սուբյեկտիվ ոնց որ կարծիքներ։ Իսկ թե ինչ այդ վերած օրինակով, որ ասենք լիքը մասնագիտություններ անգործ են մնալու, դա ամբողջ աշխարհում է տեղի ունենալու, դրանից ոնց որ խուսափել, այսինքն ասել մենք ինչ որ բան չզարգացնենք, որտեղ դրա պատճառով մեր մոտ բան կլինի, ինչ որ մասնագիտություններ ու բան կլինեն, դա հաստատ չես էլ կարենա անես, հարցը նրան չի, որ բանա, եկեք դες բան չանենք, չես էլ կարենա, որտեղ մեկ այդ տեխնոլոգիաները, ասենք այսօր ChatGPT-ին բոլորս է կարող ենք օգտվել, մենք այդտեղ ոչ մի բան չենք անում, հա, այսինքն մենք հաստատ այդ մշակմանը չենք մասնակցել, այդ արհեստական բանականությանը, բայց ոնց որ բոլորը Հայաստանում կարող են օգտվել, հա, այսինքն եթե դրանից որոշ մասնագիտություններ տուժել են, դրա դեմը առնել է ինչ պետք է ChatGPT-ին արգելես, բայց դա ես չեմ կարծում լուծում, հա։ Բայց երևի հա ինչ որ բաներ կա, որ մենք պետք է որոշենք, որ ինչ հաստատ այսինքն ինչ որ բաներ մենք պետք է որոշենք, որ անում ենք ինչ որ բաներ, դա նշանակում է, որ չենք անում, ու շատ բաներ չենք անում, եւ դա պետք է լինի այդ ռազմավարությունների ելքը, հա։ Այսինքն մի կողմից եթե մենք խոսում ենք ՊՏԱ ռազմավարության, դա այդ տնտեսական բլոկի մեջ է, այսինքն ինքը օրինակ մեր բոլոր շփումները ցույց են տվել, որ ինքը անվտանգային բլոկին չի վերաբերվում, հա, ինչ որ արվում է։ Այդտեղ ոնց որ նպատակը լինելու է մաքսիմալ տնտեսական բարձր տեխնոլոգիական արդյունաբերության միջոցով տնտեսական զարգացում ապահովելը։ Հա։ Անվտանգային բլոկը իր բարձր լոգիկան ունենալու, որտեղ էլ բարձր տեխնոլոգիաները ունեն իրենց մեծ դերը, բայց դա արդեն այդ բացերը, որ պետք է լրացվեն, հա, ոնց որ այդ հիմա դրացումից հետո ավելի հասկանալի կլինի, հա, այսինքն այդտեղ մենք ունենք հիմա գործող մարմին ՌԱԿ-ն է, մենք ունենք հույսով ենք շուտով կընդունվի տեզրական ռազմավարությունը, որը ասած մի քիչ երևի պրիմիտիվիզացնում ենք, որ ասում ենք դա մենակ անվտանգայինն է, ինքը իհարկե նաև տնտեսական կոմպոնենտ ունի, այսինքն մենք չենք ասում, որ տեզրական գործունեությունը Հայաստանում պետք է անշահութաբեր լինի, հա, չէ, իհարկե այդտեղ ակնկալում է նաև, որ տնտեսական էֆեկտ է լինելու դրանից, բայց նաև շատ կարևոր է այդ բացերը, որոնց մասին նշեցի, հա, այն այլ անվտանգային խնդիրները, նույնիսկ կրկնեմ, հա, էներգետիկ, պարենային անվտանգություն, ջրային ռեսուրսներ, առողջապահություն, սեյսմիկ անվտանգություն, հա, խնդիրները շատ են, որտեղ մենք այս բանին չենք տեսնում, որ որևէ գիտական կամ տեխնոլոգիական ինչ-որ խնդիրներ են դրվում, որոնք եւ դրանք ինչ-որ դե ֆինանսավորում են, որ լուծվեն։ Շատ շնորհակալ եմ, պարոն Շահվարդյան, ձեր այս շատ կարևոր եւ հանգամանալից դիտարկումների համար, որ ներկայացրեցիք եւ տեղեկատվության, որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին։ Մենք ուշի ուշով հետևելու ենք իրադարձություններին եւ դիմենք ձեզ մեկնաբանության համար։ Մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Մինչ նոր հանդիպում, շնորհակալություն։ Հա մենք զրուցեցինք մեր գործընկեր Տիգրան Շահվարդյանի հետ, ով Գիտուժ նախաձեռնության անդամ է եւ Ռոբոմարտ ընկերության համահիմնադիր, խոսեցինք Հայաստանի գիտության ոլորտում քաղաքականության ճշգրտման, գիտության զարգացման եւ գիտական շրջանում այս հարցերի շուրջ ընթացող քննարկումների մասին։ Այսօր թերևս այսքան հարգարժան տիկնեք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նոր ձեզ։